երբ որ եկել էին Արինբերտ Բլուրը Իվանովսկին պեղում փորձել էր հետազոտություններ արել, ինքը տենց հաջողությունների չէր հասել, իսկ Կարմիր Բլուրը մենք որտեղից գիտենք 1927 թվականից առնվազն որպես Միջնադարյան հուշարձան, որովհետև նաև նրա գագաթին Միջնադարյան մատուռ կար։ Հիմա գիտես ում շնորհիվ է սկսվել այդ հետազոտությունը։ Դպրոցականների։ Չարբախ գյուղի դպրոցականները տեղ գտնում են սեպագրի բեկոր եւ տեսնում են մի հատ մարդա ձեմյոխինը, որ այդ մարդը գալիս այնտեղ երկրաբաներ հետազոտություններ էր անում, տանում ասում են հոպար ջան, նման բան են գտել։ Սեպագիր բեկոր են գտել, տանում են նայում են, տեսնում են ռուսա երկրորդի սեպագիրն է եւ ակնհայտ է դառնում, որ այս Բլուրը Ուրարտական ժամանակաշրջանի փուլ ունի եւ 39 թվական, 36 թվականին այդ երեխեքը գտնում են, տալիս են սեպագիրը եւ 39 թվականին սկսում են պեղումները, այդ 40-ականների վերջերին է Կարմիր Բլուրի մի ջոկատ ուղարկում են նորից Արինբերտ Բլուրը հետազոտելու եւ 50 թվականին գտնվում է Երևանի ծննդյան վկայականներից մեկը, այսինքն պատկերացրեք հիմա նայող մեր դպրոցականները որ հաճախ իրանց կողացեն, դե ինչ պետքա մենք անենք, տեսեք, ես փաստ եմ բերում, այսօր Կարմիր Բլուրի հետազոտությունները, որից բխում են Էրեբունու այդ Երևանի ծննդյան վկայականի, որը ուրեմն գտնվել է, սկսել են դպրոցականներից։ Այսինքն նույն դպրոցականը կարող է շատ մեծ բան փոխի։